Շատ-շատերը ինձ բավականին երկար ժամանակ խնդրում էին, որ մենք վերջապես սկսենք զբաղվել Հայաստանի ներքին շուկայում վաճառվող մեքենաներով եւ ձեզ ներկայացնենք դրանք։ Այդ օրը եկավ, շնորհակալություն ձեզ, որ համառորեն զբաղվում եք այդ հարցով եւ այդ էջի առաջին հերոսը լինելու է այս հրաշքը։ Ողջույն, ես Տոշն եմ եւ դուք հենց հիմա դիտում եք Drive News Market-ի վաճառվող մեքենաներից մեկը։ Jeep Wrangler 2014 թվականի արտադրության, բայց մեր մոտ բնականաբար չէր կարող ասենց մի հատ ինչ-որ սովորական հասարակ մի հատ ինչ-որ Wrangler լիներ, ասեին այս մեքենան վաճառում ենք։ Monster հրեշ այնքան բան կա այս մեքենայի վրա արած, գործարանայինից համարյա ոչ մի բան չի մնացել։ Հեսա ես ձեզ ընդհանուր ցուցակը նույնիսկ կկարդամ, որ դուք թե գնի մասին պատկերացում ունենաք, թե ինչքան գումար է այս մեքենայի վրա ծախսվել։ Համ պատկերացնեք, թե ինչքան վստահելի ու ամուր ապարատ են ստացել, որովհետև այս մեքենան կարելի ասել արտադրվել է 4 տարի շարունակ Հայաստանում, Հայաստանի մասնագետների կողմից, ու ինչ հնարավոր է ուժեղացվել է, ու ինչը մի փոքր խնդիր է առաջացրել, այդ խնդիրը շատ շուտ լուծվել է, գտել են բոլոր մեքենայի թույլ կողմերը, ուժեղացրել են, հզորացրել են դրանք, մի խոսքով 4 տարվա ընթացքում մեքենան բերել են, հասցրել են այս վիճակի։ Սկսենք ամենաառաջին հայացքից աչք ծակող բանից այս մեքենայի։ Անիվները 17 դյույմանոց անվահեծերի վրա հավաքված է 40 դյույմանոց անիվներ։ 40 դյույմը այս է, ահա, այստեղից է սա, այսքան է։ Bedlock-երով անվահեծերը, այդ նշանակում է ամենադաժան նույնիսկ պայմաններում, արտաճանապարհային պայմաններում, քարերի բաների մեջ, այս անիվը հնարավորություն չունի անվահեծի վրայից դուրս ընկնելու ու մեջի օդը թողնելու։ Այսինքն այն, որ կրակով բան հետո անտառում փչում են, բան, տենց բաները չեք անում, խնդիր չեք ունենում։ Մեղմիչները, հիմա ավտոյից հասկացողները կհասկանան, King-ա, զսպանակները Terraflex, այստեղ նույնիսկ ես չգիտեմ ինչա, մի քիչ շատ մասնագիտական հարց է, որը կոչվում է anti-rock։ Ես մեծ ակերով հիմնականում շատ դժվար է լինում մայրուղիներում կամ թեկուզ քաղաքի մեջ ասֆալտին վարելը, բայց սրանց շնորհիվ մեքենայի թափքը անվա բազայից մի քիչ առանձին է սարքում ու անիվները ճոճվում են, բայց թափքը չի ճոճվում։ Ավելի ստաբիլ է, ավելի կայուն է։ Փամփուշտ Raptor-ը դե տեսակ, բավականին որակյալ, սև, գեղեցիկ Raptor, մաքսիմալ ինչ հնարավոր է այս մեքենայի վրա հորինել, անել, արած է այստեղ աստիճաններով, ապակիները երկաթներով փակած, տանիքով, բենզինի եւ ջրի տարաններ, բեռնախցիկում հետաքրքիր բան ունենք։ Պատկերացնում եք, sense մեքենայի բեռնախցիկը մաքուր է, ցեխոտ չի ու լավ աուդիո համակարգով։ Բնականաբար մետաղյա բամպերներ եւ դիմացի եւ հետևը, անվաթևերը մետաղյա, հաստ ամրացված, սա աստիճան բարձրանալու համար։ Հա, լրիվ կասկադն է, էլի, sense եկար, sense օպ, բա հետո իջնելը էլի sense հեշտ է։ Ահա։ Այ sense Որը, բայց ես բարձրությունից վախում եմ, մոռացել էի։ Մնում է իջնենք։ Մի հատ 911 զանգեք էլի, ինձ վերտալյոտ է պետք։ Մի րոպե, որ չբարձրանայի, չէի տեսնի։ Այստեղ կապոտը ապակիով է ու գեղեցիկ տակը շարժիչ է երևում է։ Լավ, փորձենք իջնենք։ Սրահը ամբողջովին էլի ձևափոխված, հարմարեցված է ամեն ինչը օֆրոդի ու մաքսիմալ դաժան պայմանների համար։ Սա մեր ճախարակի ուրեմն հեռակառավարման վահանակն է։ Սրահի կարբոնները ինչ կարբոն տեսնում եք, ամբողջը պատրաստված է գործարանից հետո, այսինքն այս մեքենան հավաքելուց է պատրաստվել, այստեղ մեծ մոնիտոր, այս ամբողջ բառը, այս կենտրոնական բարձակի վրա իր կարբոններով, բանով հավաքված է, կաշվե պատ կենտրոնական բարձակ, կաշվե պատ դռներ,
ճիշտ սախ լավ արածա։ Այստեղ ունենք կոճակներ, այս առաջին կոճակը, այստեղ գրած է boost off, մեքենան ունի երկու մարտկոց, մի մարտկոց չի։ Ու երբ որ ասենք սարերում, բաներում կանգնում ես մեքենայից, ինչ ասես միացնում ես, տեխնիկա, հոսանքատանում լույս ես միացնում բան, սա սեղմած պահում ես այս կոճակը, ինքը մարտկոցը փոխում է երկրորդ մարտկոցի վրա, որ քո հիմնական շարժիչը գործի գծող մարտկոցը ջնստի։ Այդքան մտածել եմ։ Սա հայլիների լուսավորությունն է, սա կոմպրեսորը, որը համապահովում է անիվների օդը, եթե ինչ-որ խնդիր առաջանա, կամ խնդիրել չէ օֆրոդի ժամանակ շատ հաճախ պետք է, ոչ թե այդպես միամիտ, այլ միտումնավոր իջացնում են անիվների օդը մինչև 0.5-0.8, հետո երբ որ պետք է արդեն փչել, սեղմում ես կոմպրեսորը, փչում ես, այստեղ ուրեմն էլեկտրական ստաբիլիզատորների միացնիչ անջատիչն է, բայց որը էլ չի օգտագործվում, որովհետև հիմա արդեն ավելի կատարելագործված համակարգ էր դրած, որը մենք տեսանք, ու ամենահետաքրքիր կոճակը այս zombie lights-ն է, զոմբիների դեմ։ Այս մեքենան նկատել եք, որ առհասարակ զոմբի ապոկալիպսիսի համար է ստեղծվել։ Հա։ Հիմա տեսնենք ինչ է անում, բայց դրա համար նախ պետք է միացնենք կոմպրեսորը, որ մի քիչ օդ հավաքենք, որ հասկանանք զոմբիների դեմ ոնց են պայքարում։ Շատ լավն է։ Զոմբի վախացնող ձենը։ Okay, ստեղ ունենք էլի լիքը բնականաբար կոճակներ, վերևի լուսեր, ներքևի լուսեր։ Մի խոսքով, ստեղ լուսավորության հետ է ամեն ինչ կապված։ Հիմա նայենք մի հատ կապոտի տակ, որ հասկանանք ինչի էր այս 3.6 շարժիչը 400G։ Որովհետև առհասարակ տենց չի լինում։ Այս է մի բան չի, որ որակով պրուժիններ ես տնում։ Այս է։ Այս է բան չունի, չէ։ Հեք։ Հեչ մենակովի բան չի, էլի։ Այդ հզորությունը ստացվել է նախ եւ առաջ այս Twin Magnusson Supercharger-ի շնորհիվ, բայց մենակ այս կոմպրեսորով չի։ Ընդհանուր շարժիչը ամբողջովին 0-ից հավաքվել է ռուսերեն ասած կովնի, հայերենը չգիտեմ, թրծեցված։ Մի խոսքով շատ ամուր դետալներով, այնպիսի, որ կարա այս մեքենան դիմանա շատ մեծ հզորությունների ու խնդիր չառաջացնի։ Ամեն ինչ արված է մաքսիմալ գրագետ, մաքսիմալ գեղեցիկ, ճիշտ ու թանկ ու լավ։ Այ տենց։ Այսինքն եթե իսկապես այն որ ձեր հոգու խորքում ինչ որ միտեղ sense մի հատ ձայն եք մեկ լսում off-road սարեր անտառ ման այս մեքենան է ձեր հետ խոսում վառն պլատինում ճախարակ աշխարհի ամենալուրջ ճախարակն է վառն պլատինում 12S եթե չգիտեք դա ինչա մի հատ Google-եք կամ chat GPT-եք Լեդերը տեսել եք, լեդեր ամեն տեղ սենց են, որ ցերեկ եք ունենալու անտառներում, բայց խնդրում եմ, այս մեքենան, որ առնեք հանգարց, փողոցներում այս լեդերը միացրած չքշեք։ Հա, ու եթե ունեք նման մեքենաներ կամ տենց ուժեղ լեդեր, երթևեկության մեջ մի օգտագործեք, please։ Հա, վերևն է ունենք լեդեր, դիմապակու կողքերն է ունենք փոքրիկ լեդեր, հայլիների վրա ունենք Հետևն էլ ունենք լեդեր ու ասեմ, որ այս լեդերը կափարիչներով փակվող են, այսինքն պետք է իրանց միշտ փակ պահեք, մենակ բացեք այն պայմաններում արդեն, որտեղ թույլատրվում, այսինքն սարեր, անտառներ, մարդկությունից հեռու տեղեր մի խոսքով։ Так, ինչ անենք, այս մեքենան հավանաբար պետք է մի հատ մենք տեստ անենք թեթև Տեստանենք թեթև հասկանանք իսկապես լավ գործ արած թե ասենք ուղակի բանից թեմուից ինչ որ վատ կոպիներով հավաքած մեքենա է գնացինք չէ ցուցակս մի րոպե ուրեմն ես մի հատ շատ արագ անցնեմ ընդհանուր ցուցակի վրայով այս մեքենայի վրա կատարված աշխատանքների որ բան բաց չթողնենք հետո մեջից ինչը ձեզ հետաքրքրի արդեն Google կանեք վիդեոյի ներքևում այս ցուցակը նույնպես կթողնեմ
շարժիչ 3.6 լիտր, բենզին 400 ձիաուժ, բայց այդ 400 ձիաուժը ասեմ, սենց մի քիչ տատանվող է, որովհետև այս կոմպրեսորով այս շարժիչը իրականում մինչև 470 ձիաուժ է պահում, բայց այս անիվները ահա որ շատ հզորություն են խլում, հա, որովհետև իրենք շատ մեծ են ու շատ ծանր են։ Այսինքն հիմա այս պահին մեքենայի հզորությունը, հա, այս վիճակով մոտավորապես, ասենք 350-ից 400 ձիաուժ է այս անիվներով, բաներով։ Carillo brand-ի Prodigy Performance Diamond Piston Pro, այդ էլ կարաք Google-ում փնտրեք, մի հատ գներին ծանոթանաք, եթե չցավացնի ձեր աչքերը։ Lift 10 դյույմ Long Arm Rubicon Express մեղմիչները King արգելակման համակարգը ամբողջովին փոխված է նոր սերնդի, այսինքն JL սերնդի Wrangler-ի արգելակման համակարգով, երկու հատ մարտկոց, Genesis Off-Road, հենց Off-Road-ի համար նախատեսված, ղեկային սիստեմի ընդհանուր փոխարինում PSC Motorsport, հետո տակը ունենք RCV Performance, որը էլի կարող եք գուգլել, որ հասկանաք ինչի մասին է խոսքը։ Հա, անիվները, այդ 40 դյույմանոց անիվները Maxxis Razor MT բրենդի են։ Կարդանային լիսերը փոխված է Adams կարդանով։ Մեքենայի տակի հատվածը ամբողջովին պաշտպանված է Quadratec պաշտպանիչով, պաշտպանիչ շերտով։ Լուսարձակները ամբողջովին Rouge Country օրիգինալ, Temu-ից չի։ Արջևի լուսարձակները Heat Projects, հատուկ ամերիկյան ընկերություն է, off-road-ի համար նախատեսված լուսավորությամբ է զբաղվում։ Magnaflow խլացուցիչների համակարգով, ռադիատորը ուրեմն փոխարինված է Moshimoto ընկերության ալյումինե ռադիատորով, իսկ ընդհանուր հովացման սիստեմը փոխարինված է Wrangler-ի 6.4 լիտր տարբերակի հովացման սիստեմով, որ այս մեքենան այս հզորությունով, այս քաշով ոչ մի դժվար դաժան պայմաններում ոչ մի տիպի խնդիր չառաջացնի։ Ու էլի ամենամեծ գործերից մեկը, որ փոխարինվել է փոխանցումատուփը, սովորական 5 աստիճան Wrangler-ի փոխանցումատուփը փոխարինվել է 8 աստիճան ZF 8 HP փոխանցումատուփով։ Այսքանը մեր ցուցակից, ավելի մանրամասն ցուցակին կարող եք ծանոթանալ վիդեոյի ներքևում։ Գնացինք չոլերը, սարերը ու քարերը, տեսնենք այս մեքենան ինչի է ընդունակ առհասարակ ու քանի րոպեից կջարդվի մեր ձեռը։ Նա փագեք, ես չեմ կարող, սա կարի փագի։ Մուխիշ մեծ ենք դզմարը։ Եթե առհասարակ ծանոթ եք կամ մոտիկից տեսել եք JK-ի սրահը, մոտավորապես նույնն է, բայց ոնց արդեն ցույց տվեցի, բազմաթիվ տյունինգների ենթարկված, լիքը փոփոխություններ արված ու ասեմ, այն ինչ-որ մի հայաթի գարաժի տյունինգ չի, էլի, ասենց շատ լավ է ամեն ինչը իրականացրած։ Այս կարբոնեղենը, որ տեսնում եք, ամբողջովին պատվիրված է դրսից, Հայաստանում չի հավաքվել, դրա համար սենց իդեալական ամեն ինչը ամենտեղ նստում է։ Դե սենց բարձր մեքենան, որ վարում ես քաղաքում ոնց որ երկրորդ հարգի ավտոբուսով գնաս, երկու հարգանի ավտո է, էլի, բայց շատ հաճելի է, որ բոլորը քեզնից վախում են, նավսյակի զգուշ են կողքովդ անցնում, ոչ ոք դեմդ չի կտրում, որովհետև կարա ցավոտ լինի։ Այս մեծ ակների պատճառով բնական է, պատկերացնում եք մեքենան ինչ տիպի, սենց նավային ասֆալտի վրա, հա, պետք է լինի կառավարելիությունը բարդ, այսինքն պետք է հմուտ վարորդ լինես, որ այս մեքենան կարողանաս հանգիստ նորմալ վարել ճանապարհին։ Բայց այս մեքենայով հենց ընկնես արդեն ճանապարհից դուրս, կզգաս ինչի համար է ինքը նախատեսված։ Այս հենց ճանապարհներին արդեն մեքենան կամած սկսում է իրան զգալ ձուկը ջրում։ Բայց այս հələ մեր ուղակի Երևանի փողոցներն են։ Դեռ արտաճանապարհային դուրս չենք եկել։ Այս մի քանի ամիս է արդեն մենք ապրում ենք այս ճանապարհների վրա, հա։ Ու ասեմ ձեզ, որ այս մեքենան շատ լավ փրկություն է այս մեր Երևանի փոսերին, բաց դիտահորներին ու պարկած ոստիկաններին, հա։ Շատ լավ տարբերակ է, միակ տարբերակն է, ես կասեի։ Իսկ թե այս մեքենան իրականում ինչ արժի եւ ինչքանով կարող եք ձեռք բերել, կասեմ վիդեոյի վերջում։ Եկած չեկած արդեն ինչ կար, այս մեքենայի վրա տեխնիկապես պետք եկավ,
ճախարակը նույնիսկ օգտագործեցինք, մեր նկարահանող մեքենան թաղվեց։ Լավ, գնացինք մի քիչ վայելենք այս մեքենան։ Օպ, ընկանք կողքի պոլին։ Այս օֆրոդ քշելը լիովին առանձին ունակություն, գիտություն ու տեխնոլոգիա է։ Կապ չունի ինչքան ես լավ մեքենա վարում, ինչքան լավ վարորդ ես, բայց օֆրոդ քշել առանձին պետքա իմանաս։ Ընդհանրապես կապ չունի սովորական մեքենա քշելու հետ։ Ստեղ համ ղեկի բռնելու ձև կա ճիշտ, որ մատերդ ինչ որ sense պետքա այ sense բռնես ղեկը, որ հանկարծ ինչ որ դες կտրուկ բան լինի մատերդ չջարդի։ Միջև հիմա բան այն հավի ու ձվի պատմությունն է։ Արդյոք պետքա օֆրոդի ժամանակ ամրագոտի օգտագործել, թե չէ։ Լրիվ 50-50 է։ 50% դեպքերում պետքա եկել, ասենք ինչ որ լուրջ վթարի խնդրի վաղթա, 50% դեպքերում խանգարել է։ Այսինքն, եթե որոշում ես օֆրոդ վարես, այն որ դու այդ պահին ուղղակի քո համար պետքա հասկանաս ուզում ես հիմա ամրակապվես, թե չէ։ Այս մեքենան գիտեք ինչի համար է, որ այն շաբաթ-կիրակի օրերը, այն որ արդեն ես քաղաքից հոգնել ես, երուզերից, անցուդարձից, այդ կեղտոտ օդից եւ այլն, ընտանիքիդ վերցնում ես կամ ընկերներիդ, վերցնում ես մեքենան ու գնում ես այնտեղ, որտեղ ինչը ուղղակի աչքդ տեսնում է, ուր աչքդ տեսնում է, այս մեքենան գնում է։ Մի խոսքով, եթե ուզում եք, եթե սեր ունեք նման բաների հետ, sense արկածախնդիր եք, սիրում եք հետաքրքիր ապրելակերպ ու առհասարակ մտածում եք, որ կարելի է մի օր մի հատ լավ օֆրոդի մեքենա ունենալ, այս ձեր այն եզակի շանսերից է, որը բաց թողել չի կարելի, որովհետև կրկնում եմ, այս մեքենայի վրա ինչքան խնդիր վերացվել է, փոխարինվել է ավելի հզոր բաներով, որը որ նայեք, դուք հիմա վերցնեք 0-ական Wrangler, հա, կարակ նոր ավելի, ասենք սա 14 թվական է, կարակ չգիտեմ 20-21 թվականի Wrangler վերցնեք, տենց մի քիչ լիֆտ անեք, լուսաձերբը բարձրացնեք, մեծ անիվներ դակը գցեք, տեսքով մոտավորապես լինի այս նույն մեքենան, բայց այս մեքենայի հետ դա ընդհանրապես կապ չի ունենալու։ Իսկ եթե ուզենաս այդ նոր JL-ները հավաքես տեխնիկապես զինես, ոնց որ այս մեքենան է զինված, դա քեզ վրա կնստի մոտավորապես 160-ից 200,000 դոլար։ Այդքան բան կա անելու առհասարակ օֆրոդ մեքենայի վրա։ Այս մեքենայի վրա այդ ամեն ինչը արված է։ Ստեղ միակ տարբերությունը JL-ի հետ տարեթիվն է, որը կարծում եմ տենց առանձնապես մեծ խնդիր չի, մանավանդ սենց պայմանների համար ու այն դեպքում, որ բոլորս էլ գիտենք, որ ավտոարդյունաբերությունը առհասարակ ինչքան զարգանում է, ինչքան առաջ է գնում, այդքան մեքենաները գնալով դառնում են ավելի թույլ, ավելի անորակ, ավելի նուրբ։ Այսինքն, այս մեր իրականությունում հիմա մեքենան ինչքան թիվը հին է, այդքան ավելի վստահելի է։ Բոլոր նրանց համար, ովքեր միշտ խնդիր են ունենում այդ յուղի փոխելու, ժամկետի հետ, այդ թղթերն են միշտ կորցնում, յուղմանկետը որ տալիս է, թե երբ պետք է փոխել, քանիսից է փոխել, քանի կիլոմետր դեռ ունի վարելու եւ այլն, երբ հապան արել, ապա իսկ չզանգեցին, չտեղեկացրեցին, որ վերջացել է, բռնեցին, տուգանեցին։ Մի խոսքով այդ բոլոր խնդիրներից խուսափելու համար ունենք մի շատ հրաշալի կայք, կարծում եմ ծանոթ եք ռուսական Drive to կայքին, շատ մեքենասիրողներ ծանոթ են։ Հիմա ունենք դրա հայկական անալոգը, որը կոչվում է կրկին Drive 2.am, որտեղ դու կարող ես գրանցվել եւ քեզ կտրամադրվի տեղ գրքույկ, այսպես ասած, որտեղ դու կլրացնես քո բոլոր մեքենայի հետ կապված կարևոր դետալները, կարևոր փաստերը ու երբ գա քո յուղը փոխելու ժամանակը մոտավորապես ինքը քեզ կծանոթացի դրա մասին, կտեղեկացնի երբ է վերջանում ապատ կամ գույքահարկի ժամանակն է, մի խոսքով բոլոր ինֆորմացիան ինքը քեզ կծանոթացի
ու էլ երբեք չես ուշացնի կարևոր մեքենայի հետ կապված գործերը։ Պարզապես մուտք ես գործում, drive 2 կետը եմ, գրանցվում ես ու համել այնտեղ շատ լավ շփվելու հարթակ կա, միասին կշփվենք։ Հղումը կթողնեմ վիդեոյի ներքևում։ Լրվանք։ Վերջից նրա վրա լիբոտ կայզակ կաշենք։ Ես եկա կայնա։ You're my black dust halo, burning round a broken crown, saint of every lost road. Pull me up and drag me down. I keep walking where the shots ring slow, chasing shadows that I used to know. You're my black dust halo, burning round a broken crown, saint of every lost road. Pull me. Այս մեքենան, այս տեսքը պետք է ունենա միշտ այսպես ցեխոտ, միչև տանիք, այդ տենց այդ դրա համար է ինքը նախատեսված։ Ու եթե դուք սիրում եք sense բաներ ու ուզում եք ձեռք բերել նման ապարատ, նման հրեշ, այս մեքենան վաճառվում է ընդամենը $84,000։ Ու ինչ եմ ասում ընդամենը, որովհետև եթե դուք ինքներդ հաթախվեք այդ գործի մեջ, մինիմում $140,000 ձեր վրա սենց մեքենան նստելու է։ Ու այդքան ներվ, այդքան տարի, այդքան ժամանակի կորուստ, մի խոսքով գժվելու եք։ $84,000 ընդամենը, լավ է չէ, հնչում։ Եթե կցանկանաք ձեռք բերել այս մեքենան, կարող եք գրել մեր Telegram ալիքին, այնտեղ մենք տեղադրում ենք նաև այլ վաճառվող մեքենաներ, իսկ եթե ունեք վաճառքի մեքենա, խնդրեմ նույնպես կարող եք գրել մեր Instagram-ում եւ Telegram-ում, լինքերը վիդեոյի ներքևում են։ Ստեսություն։ And I can't lay you down.